Ասի շեֆը դե ծիրան աճումը մարչաճ։ Տարբեր մարդիկ կալվալ, մալվալ, բալենվալ, չգիտեմ։ Ռոբերտ Քոչարյան եկավ։ Իշքան թուն, դավ կար, բրես լծեց Հայաստան։ Ասում է շպիոնամայայով է տարապում։ Խփել։ Դեմերչյան Վազգենին ասել էր, Վազգեն կրակետ են խաղում։ Սասուն Միքայելյանից մարդիկ ավելի շատ վախենում են, թե սիրում են։ Գաղափարը, փաթեթային, փուլային տարբերակը մեր համար անասանք եկել։ Ես դաժե մի օր Սերժ Սարգսյանի հետ գնացել եմ Քարոզ Արշավի, չարեցել եմ սիրել, սևակել եմ սիրել, տավուսալում սևակ դրամար եմ դրել։ Եթե ես էլ չլնի, չգիտեմ ինչ կլնի, մուգծելիս կթարնի։ Ամենա մեծ խաղաղություն ուզում ա կարվող տղեն։ Մազի պրծակ ես ինձ այ բլա։ Բարի երեկո։ Այսօր կփորձենք լինել առանց ֆիլտրի եւ ստանալ կարևոր եւ անկեղծ պատասխաններ Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Միքայելյան, մեր հաղորդումը բաղկացած է 3 հատվածից՝ անցյալից, նախասիրություններից եւ ներկայից։ Դուք ունեցել եք շատ հետաքրքիր անցյալ, ձեր գործունեությունը ռազմականից մինչև քաղաքական, հա։ Եկեք սկսենք ձեր մասնագիտական ընտրությունից, որովհետև դուք տարբեր մասնագիտություններ ունեք, եւ որ ես նայում էի ձեր կենսագրությունը, նաեւ ծառայությունից հետո առաջին շրջանում շինարարական ընկերություններում եք աշխատել, հետո արդեն Հրազդանի ավտոմեքենա շինական գործարանում եք աշխատել։ Ինչպես եղավ մասնագիտության ընտրությունը եւ որ մասնագիտությունը ընտրեցիք առաջին շրջանում։ Դե այն ժամանակ մասնագիտությունը ընտրել տենց էլ Հայաստանում չէր, հետո ես մի քիչ հերը 15 տարեկանում եմ մահացել, դժվար ենք ապրել, ծառայությունից եկել եմ 76-8 թվին եմ ծառայել խորհրդային բանակում Արխангելսկում։ Ծառայությունից եկել եմ 80 աշխատել եմ տարբեր տեղեր, Հրազդանի ԱՏՑ-ում եմ աշխատել որպես առաքիչ։ Ու այդտենց Ռուսաստանի Դաշնությունում եմ աշխատել, խորհրդային միություններ, Ռոստովում, Չելյաբինսկում, եղել եմ աշխեգ, տարբեր դեպեր աշխատողներին եմ հնարավորինս ու ինչ-որ դες մեծ աշխատողներ չէ, ղեկավարել եմ, և դրանից հետո սովորել եմ Հրազդանի ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկում 83-87, անհետև Գրիգոր մագիստրոսի 93-97 և ավարտել եմ 2001 թվին գյուղակացինը։ Պարոն Միքայելյան, բավականին վաղ տարիքից արդեն պրոցեսների մեջ եք, օրինակ միշտ իմ համար միշտ հետաքրքիր է, օրինակ դուք ստեղծում եք Սասուն ջոկատը, նախ ոնց այդ պատմությունը հետաքրքիր է, թե ոնց եք ստեղծում այդ ջոկատը եւ սկզբնական շրջանում դուք կոմիտեի հետ, նկատի ունեմ Ղարաբաղ կոմիտեի հետ աշխատում եք, թե ոչ։ Դե Ղարաբաղ կոմիտեի ղեկավարել, ես Ղարաբաղ կոմիտեի չեմ աշխատել։ Ես ուրիշ ճանապարհ եմ բռնել։ 88 թվականից շարժման մեջ եմ եղել, այն ժամանակ 29 տարեկան եմ եղել։ Եվ ձևավորել եմ 89 թվին, ձևավորել եմ Սասուն կամավորական ջոկատը Հրազդանում։ Եվ տենց բոլոր պրոցեսներին հետագայում ես մասնակցել եմ։ Մարտական գործողություններին, տարբեր բաներ, այն ժամանակից ես օրինակ ասեմ, որ 88 թվականի նոյեմբեր, դեկտեմբեր մինչև նոյեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի 5-ը Չարրախլու, Բադա, Բարում, Բարսում, Շամփոր շրջանի գյուղերը, Ջագիր, ես եմ մեքենայով ժողովրդին տեղափոխել Հայաստանի ժամանակ շատ մարդիկ չներ պատկերացնում հետագան կարողային չլինի եւ այդպես շարժման մեջ եմ եղել, հետո երասխի կռիվն սկսել 90-ական թվին, այդպես մարտական գործողությունների միջև այսօր եմ։ Ինձ հետաքրքիր է շարժման առաջնորդների նկատի ունեմ գաղափարական մասի եւ դուք էլ կոպիտ ասած գործադիրն եք, էլի ռազմական թևն եք, ով կարում էր այդ գործողությունը, այդ կապը ոնց էր ապահովում։ Դե մինչև այսօր այդպես քիչ է խոսվել։ Այն ժամանակ որ շարժումը սկսեց տարբեր օրինակ երախտի կռվին
երկու տասնյակ մոտ ջոկատներ կային։ Դες տարբեր բաներով գաղափարի դեր, տարբեր մարդիկ ջոկատին ձևավորել։ Այդ ամենամեծ դերակատարությունը ունեցել Վազգեն Սարգսյանն է, որ մեզի կարողացավ բոլորիս համախմբել։ Երկրապան եղել է 90-ականներից հետո, բայց 93 թվականին եղել է առաջին համագումարը, որում ինչքան հիշում եմ, դրանք 11 խորհրդի անդամ։ Մի քանիսին ասեմ, ում հիշում եմ, եղել է Վազգեն Սարգսյան, կոմանդոս, պարոն Հովսեփյան, ես, Պետրոսյան Օլիգը, լուսահոգի, Խաչատրյան Սամո ինքը ասում, շատ քիչ թվականակով մարդիկ ենք ել խորհրդի անդամ։ Հետո նոր ինքը արդեն մեծացավ։ Դե ժամանակի էր մեծ, այդ առաջի համագումարը ոնց որ ընդհանուր արդեն եկանք մի ոնց որ բանի տակ էլի Մարմնի տակ, կազմակերպության տակ, դրի մտանք երկրապահի։ Իսկ մեկ էլ հետաքրքիր է, օրինակ Վազգեն Սարգսյանը ինչ արեց, որ կարողացավ այդքան իրարից տարբեր ջոկատները միավորել։ Օրինակ մի քանի գիծ կառանձնացնել կամ գործել։ Վազգեն Սարգսյանի դերակատարությունը շատ մեծ է համախմբման մեջ նաև, որտեղ դե տարբեր հոգեբանության մարդիկ առանց իրան իրենց ջոկատներին սարքել։ Կուսակցություններ կան իրաց համար ջոկատներ, ինքն կարացավ այդպես մեզ սերմանել ընդհանուր համախմբան գաղափարը, որ մենք դեռ ճամփա ունենք երկար, եւ ինքն շատ հզոր մարդ էր, եւ կարողացավ բոլորիս այդ ինքի վրա համախմբել բոլորիս, եւ երկրապահ կամարականների միությունը ձևավորવા։ Պարոն Միքայելյան, երկրապահի ձևավորմանը զուգահեռ կան կարծիքներ, որ ինքը ավտոմատ սկսում էր քաղաքականալ ու սկսում էր միջամտել քաղաքական պրոցեսների։ Առաջին ոնց ասեմ, հատկանշական կամ էական դեպքը, որ ասում են 96-ի ընտրությունների նախագահական միջամտությունը ունեցել։ Նախ եկեք հարցը ես sense ձևակերպեմ, էլի։ Նախ երկրապահի քաղաքականալուն դուք ոնց եք վերաբերվել եւ ինչ էր ուզում փոխեր կամ ինչ հարցեր ուզում լուծել երկրապահը, երբ որ քաղաքականում էր արդեն։ Ես այդ բարձ ասեմ, ոչ թե բան չէ, ես 96 թվականի քաղաքական պրոցեսներին այդքան չեմ մասնակցել։ Այսինքն Սասուն ջոկատը։ Հիմնականում եկել եմ Երևան բան, բայց այդ որ այստեղ պրոցեսը ընթացել իշխանափոխության, ես այդքան բան մեջ չկամ, դա տեսանյութերի մեջ է եղում, որ ես չկամ։ Բայց հետագայում, որ արդեն Վազգենը միացավ Կարեն Սերոբիչին համոզելով միացել, պարզասանքել ամեն ինչ։ Վազգեն Սարգսյանն համոզել։ Հո։ Որտեղ սկզբնական շրջանում ես ասեմ նաև, որ Ռոբերտ Քոչարյանին բերել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց իրանք էլ ասում են, որ բերել է Վազգեն Սարգսյանը։ Ես քեզ բարձ ասեմ, Վազգենի խոսքերն ասում բառացի։ Վազգեն իմ սրբությունն է։ Հիմա էլ։ Վազգեն Սարգսյանն ինչ էր ասում։ Վազգեն Սարգսյանը ասավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ես էդի երաբլուրում էլ ասել եմ մի քանի տար առաջ, ուղարկեցին, որ բանին Ռոբերտ Քոչարյանին բերեմ, առաջ անգամ գնացի չեկա բառաց իր խոսքերն եմ ասում։ Ասա տանեք ինձ գցեք ինչ տիպատավո։ Ասում նոր հետո նորից ուղարկեց գնացել բերել եմ։ Բայց ինչի համար բերեր։ Դե այստեղ խնդիրը դրանում էր, որ ինքը որ ես չգիտեմ դա քաղաքական պրոցեսեր ընթանում Ղարաբաղի հարց կար երևի Լևոն Տեր-Պետրոսյանը ուզում էր իր միջոցով այդ Ղարաբաղի հարցը կարգավորել Ղարաբաղցու պահովի այնքան էլ կան միացան երկուսով Լևոն Տեր-Պետրոսյանին գցին Վազգեն Սարգսյանն էլ որպես հայրենասեր մարդ Ղարաբաղ իսեն պիտի չտանք այն ժամանակ ասեմ էլի պրոցեսն հենց էր Լևոն Տեր-Պետրոսյան պիտի մեզի կամած տաներ դե մի այդքան հող են հազատագրել իր նախագահության օրոք
Հասկանում եք, մի անգամից այս գաղափարը փաթեթային փուլային տարբերակը մեր համար անասանելի է, հետո պարզ ասեմ, մենք ինքան հա դե քաղաքականապես մենք այտենց ես իմ դարգացած չեմ կամ հասկանում եք։ Այդ ընթացքում այտենց կամաց Գիտեք ինչն եմ ուզում հարցնել, պարոն Միքայելյան, կարծիք կա, որ 98-ին Վազգեն Սարգսյանն էլ էր իհարկե դեմ, որ փուլային կամ փաթեթային տարբերակը իրականանա, բայց արդեն երբ որ մինչ հոկտեմբերի 27 ինքը արդեն կողմ էր այդ տարբերակին, այտենց խոսակցություններ եղել են, օրինակ։ Ես Վազգեն Սարգսյանի մոտ ես չգիտեմ, դիտակերկրել գիտեմ, իմ շատ մտերմիկ էլ է ու վստահել է, ինձ շատ բաներ ասել, որը չեմ կարող ասել, բայց այդ պահով 98-7-ներ, որ ընտրությունները որ թվին է Դեմերճյանի Միկել Քոչարյանի։ Եթե չեմ սխալվում 98 թվականին։ Ես այդ ժամանակ քաղաքապետ էի, դե ես 7 գումարման շրջան պատգամավոր եմ ընտրվել։ Այդ ժամանակ օրենսդիր գործադիր համատեղ էր։ Օրինակ մենք ուքի տղակինք, որ կամ քաղաքապետ ինքը այն ժամանակ պրոֆեսիոնալ չէր, 99 թվականին որտեղ բոլորը պիտի որտեղ կարեսերոփիչը Վազգեն Սարգսյանը միացել ես ասի թող քաղաք սարքեմ չգամ ազգային ժողով, ասավ չէ պիտի գաս ազգային ժողով, հետո դեմ գերին դա ծրաժարվել եմ եկել եմ ազգային ժողով։ Պարոն Միքայելյան, մի հատ կանք երկրապահին էլի 98 թվականին մինչև նախագահի հրաժարականը կա մեղադրանք, որ երկրապահը եւս մասնակցեց ճակերտավոր կամ անճակերտ հեղաշրջման փորձին նախագահին հեռացնելու եւ կողմ էր որ նախագահան գնա որտեղ փետրվարի 2-ին էլ կար որ ազգային ժողովում երկրապահ ֆրակցիային էր միացյալ հանրապետության ֆրակցիան հանրապետության 98 թվականին արդեն Դեմերճյանի օրոք ահա ինձ հետաքրքիր է ինչ էր մտածում ինչ այսինքն դեմ եք փուլային փաթեթայինին դրա համար եք Լևոն Տեր-Պետրոսյանին դեմ թե ինչ որ ուրիշ process-ների չէ դեմի բնականաբար մենք այդքան հող ենք ազատագրել մեզ համար բան քաղաքականապես անհասանելի էր անհասկանալի էր դաժե որ ոնց այսքան բանից հետո հող պետք է տան բան բայց ես պարզ ասեմ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է մեզի տաներ այդ process-ին որ տեղ հասներ հետո այսինքն ժամանակ էր պետք է քան հաղթանա ժամանակ էր քաղաքականապես բացատրել էր պետք որ մենք հասկանանք այդ թվերին մենք այդքան տարածքներ ազատագրելու մեր պապերական տարածքները հիմի ասում եմ պիտի հետ տանք անհասկանալի է շատ տղերքի մոտ բոլորիս մոտ էլ անհասկանալի էր եւ ըստե այդտենց ամենամեծ բանը որ եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի ես օրինակ պարզ ասեմ բառացի եմ ասել ես Վազգենի որ Ռոբերտ Քոչարյանը գաստեին չանի չեմ ուզում ավելի մանրամասն ասեմ ու շատ տղեր դեմին Ռոբերտ Քոչարյանի գալու Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց իրանք գցին հասկանում ես միացան իրար Լևոն Տեր-Պետրոսյանին գցին Վազգենն էլ հայրենասեր տղա իրան տարա Ղարաբաղի համար եկել Ղարաբաղ տա բանման հետո էլ Վազգենին իրանց օրոք խփվել իրանց իշխանության օրոք խփվել նայեք որ նայում ենք որ նայում ենք այսինքն ուսումնասիրում ենք պարոն Միքայելյան 90-ականներին գոնե մամուլում եւ գոնե գործիչներ եղել են որ խոսել են որ վտանգ է սպառնում առնվազն Վազգեն Սարգսյանին նու Կարեն Դեմիրճյանի մասին էլ է խոսք եղել, բայց շատ գրվում էր հենց Կարեն վտանգ որ կարող է հաշվի հարդար տեսնեն, որտեղ ինքը շատ էր ուժեղացել կամ Վազգենի ահա ինչ կլանային պայքար ես էլ եմ իրան ասել հիմա հարցը էս եմ ուզում ձևակերպեմ հնարավոր էր կանխել հոկտեմբերի 27 հնարավոր չէր ազգային անվտանգություն ունենք այդքան ուժային ծառայություններ ունենք Իսկ ինչի չկանխվեց դե չկանխվեց որովհետև այտենց էր պետք երևի դի քարտ տվեք իրանց ու այլ ազգային անվտանգության նվախտ նախարարություններ թե պետեր ու տարբեր ծառայություններ կային որ պետք է ապահովեն իր անվտանգությունը որ ինքը վարչապետ էր իսկ
Որպես գնահատական ո՞նց եք դուք դրան վերաբերվում, պարոն Միքայելյան։ Ինչի եղավ հոկտեմբերի 27-ը եւ այդ բայից ինչ Որտեղ փոխվեց։ Վազգեն հզոր մարդեր են ժամանակ Վազգենել էր տանում դեպի արևմուտք։ Հարցը արևմուտքն էր, թե հարցը Ղարաբաղն էր, պարոն Միքայելյան։ Գիտես ոնց թե դու հիշում ես Ամերիկայից որ վարչապետերը եկավ դա խոսակցություններ էլ երևի Փոխնախագահի հետ էր հանդիպել։ Դեմերչյան Վազգենին ասել էր Վազգեն կրակի հետ են խաղում։ Ես չգիտեմ տակը ինչ կար եւ այդ process-ը ընթացավ, ես չեմ ուզում մանրամասնել ինչ ա եղել։ Եվ այդ Ինչքան հնարավոր է։ խոսքս քաշում։ Դե ժամանակ բարձա ինչ-որ պետությունների ձեռ չէր տալիս Վազգենի հզորությունը, որտեղ Վազգենին ոչ մի ձև հնարավոր չէր գցել։ Քաղաքականապես դե կար երկրապան, հետո իրան սիրում էին դերքը ուրիշ բնավորության տեր, տղամարդ տղա էր։ Ես Վազգենի հետ խառնվել եմ, մնացել մի 4 ամիս խառնվել ենք, վիճվել ենք, բայց ինքը մեծ մարդ էր էլի։ Ամեն հարցում կարող այսօր չղայնանար, չգիտեմ ինչ հարցումն է անել, հետո նորմալ հարաբերություններ էր։ Բայց ոնց որ հաշվարկներ տեսան ոչ միայն իրեն նկատնում, նաև այդ ամբողջ էլիտայի կարելի ասել։ Դե եթե հասկացել եք, չեք հասկացել, չգիտեմ, ես ուզում եմ ինչ էր կատարվում։ Վազգենի խփեն էր այս իշխանբանի նախորդ իշխան Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք։ Ուզում եմ այդ բան հասկանալ։ Դե գնդակարվել են, այսինքն եղել է կառավարության ղեկավար, վարչապետ, եղել է ազգային ժողովի ղեկավար, Նախագահ։ եւ եղել են փոխխոսնակներ։ Իրանք գլխատեր են ազգային ժողովի փոխխոսնակներով եւ կառավարության ղեկավարին։ Այնտեղ մնացել է մի մարդ, որ եթե մի հոգի կենթանի մներ փոխխոսնակներից ազգային ժողովի, process կընթաներ էր ազգային ժողով գրավիրվեր նոր մարդ կընտրվել է, դա պարզա որ դե քաղաքական սպանություն էր, ազգային սպանություն։ Պարոն Միքայելյան, Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի եղբայրը, տարիներ առաջ մեծ հարցազրույցում նշում է, որ հոկտեմբերի 27-ից հետո երկրապահը խնդրում է, որ նա գա վարչապետ, որպեսզի process-ը առաջ գնա, նախ քննչական մասով հասկանան որից հետո, բայց ինքը նաև ներկայացնում է, որ այդ process-ում նախկին իշխանություններից եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանը առաջարկներ են անում Ավել Գրիգորյանին, դրանից հետո Ինչ առաջարկներ։ Եթե չեմ սխալվում, փոխնախարար են առաջարկում, հետո արդեն երկրապահի Դե էլ եղավ։ հետո արդեն դե նկատի ունի, որ շահագրգռում են, դրանից հետո փոխվում է արդեն երկրապահի բնույթը։ Ոնց ինչպես փոխվեց, էլի ինչ փոխվեց երկրապահում օրինակ հոկտեմբերի 27-ից հետո։ Ես մի գաղտնիք էլ բացեմ, որտեվ Վազգենի հիմի էլ ասել եմ սրբությունը։ Մի օր գիշեր Վազգենի զանգեց, բա հրազդանում են ժամանակ սոտը երախոս չկա, ես սենավո երախոս ունի քաղաքապետ ժամանակ եմ։ Զանգդեսից գալիս էր, իսկ տեղում 15 կիլոմետր էր բռնում, մետր էր բռնում։ Բա ուր ես ասիրազդան եմ, բա մի հատ արի նախարարություն, ասի կլնի վաղագամ շի, բարաց ասում եմ, բարա դու էլ կներեք հաբրկիր, ասի 45 րոպեից տեղ եմ, զանգի վարորդից, ես առաջ անգամ եմ ասում, ես թաքնելու բան չունեմ, ոչ էլ ոչ մեկից վախենալու, գնացի, ես բան տեղում նստած չէ, ես խորթակցած սեղանում միշտեղ նստած էր ձեռներն, գլուխն օրերի ձեռների մեջ, ես ինչ է լսի, հարուտ տղա չմնացեք ուղղս, սաղին տարել են, մեկին կաշարքում, մեկին չգիտեմ պաշտոնում, մեկին ես հելենք է կենթանի էր, հետո նստանք հետ իչ մանրամասնեմ, աղագին խոսացինք, դե ինքը, որ մանգամ սխալվավ, օրինակ սկզբից մեր տղերքից մարդ կար, ասավ, որ բերեք Դեմերչյանին միանանք եթանք, երկրապահում հրամ կազմում Վազգեն ակել էր, դե Քոչարյանի պահը գալիս էր Ղարաբաղցի, չգիտեմ, ես չեմ ուզում ալրանամ, որ Ղարաբաղի դի Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական այասներն էր, ինքն խելոք մարդ է, երևի Ղարաբաղցի, Ղարաբաղի ձեռով այդ հարցն ավելի շուտ կլուծվեր, հետո ահագին խոսացին բան, մանրամասները չեմ կար ասեմ,
Իսկ ովքեր են Ասատերքի նավակ պայի, ես ասի սխալվեր ես, շեփ։ Ստաց պիտի դուրս գալիս տան քաղաքականությունից հետո պրոբլեմ կլինի։ Ու եղավ այդ պրոբլեմը։ Ես ամոթանք իրան ասել եմ։ նկատի ունենք Ղարաբաղի Իսկ այդ դեպքը որ էլա հոկտեմբերի 27, այդ ժամանակ էլ տարբեր տեղերից ես էլ եմ մի անգամ ասել։ Մի անգամ չէ, մի քանի անգամ բոլորը էլ ասել են, չեմ ուզում անվանական ասել, ով են խոսացածի։ Ինքը չէ զոր մարդեր են բանի։ ազդեցիկ։ Սա ասում է շպիոնամայայով եք տարապում։ Խփեն թող խփեն։ Չէ պատկերացնում ես քան նենգություն դավ կա որոշ անձանց մոտ որ այդ 20 տարի ղեկավարին Հայաստանի Հանրապետությունը եւ այդտեղ էլ եղավ ոչ ախրանա այլ դաժել էր ամենակ բեկենայում Առանց բանի։ Պարոն Միքայելյան, գանք ժամանակակից ավելի ուշ շրջանի։ 2008-ին դուք միանում եք ժողովրդական շարժմանը, բայց հարցը այսպես ձևակերպեմ, էլի։ Դուք լինում եք ոնց որ ամենաշատն եք պատիժը կրում, ամենախիստն եք պատժվում։ Ինչ սիմվոլիկա կար սրա մեջ, էլի։ Ինչ եք տեսել, հետագայում որ քննել եք այս երևույթը, էլի։ Ինչի՞ ձեզ։ Դե ես 3.5 տարի առնվազն նստել եք, չէ՞։ 3 տարի, 3 ամիս 15 տարի կես մնացել եմ ազգային անվտանգության ներկայում KGB-ի պատվալում ավելի բարձ ասեմ մեր տարիքի մարդիկ լավ հասկանում մնացածներ եղել եմ քերակատարողական բանի բուժիմնարկում ՑԲ-ում Հա, ՑԲ։ Դե շատ հարցեր ես վերջում ընձել են որ արդեն մեր դատեթում էր 7-ի գործը ընձել են առաջարկել օրինակ դատախազ փիլոն կարմատ ցնդեսատ կա Այն արիս կար մի հատ ինչ աներ ոչխարը քննիչ մեզ դե 50 քննիչ էր 5 դատախազ դու Քաղաքական մասով ասել են ինձ օրինակ բանում դատի ժամանակ 7-ի գործից լրիվին թողել են մնացել ես Ժողովուրդը պիտի իմանա ես երկել եմ ուզում բերեմ փաստացի ինչ եղել է իմ կյանքը Ես են արմատներից ես շարժոնը ստիզից մինչև այսօր մնացել եմ բլուզ դրան քաղաքականության մեջ եմ մնացել ռազմաքաղաքական ասեմ դա Այդտեղ ինձ ասին արի մի հատ բառ ասա կանչին առանցին Աբովյան մեր դատեթում այս Փիլոյանը մենակ ասա ես չեմ պատկերացնել որ ես ինձ կլներ ասա հենց հիմի 3 ժամ ժամանակ լրիվ ձևակերպումները տամ այս ժողովրդից վեր գնատու Մենք գիտես ինչ հոդվածներին դրին վրա։ Դրին պետական հեղաշրջում 15 տարի, 12 տարի զանգվածային անկարգություններ, 7 տարի զենքնել դինամիկների սարքին խմբակային։ Ինչ չգիտեմ դու ահ փոքր ես էլ որ մտամ դե ջրի մեջ։ Հիշում եմ ես պարոն Միքայել։ Բայց ընդ զենք չեր ընդհանրապես։ Դե դինամիկներ քայլը որ այն ժամանակ դե շամյան բան ինչ էր արճարել են այդտենց։ Քաղաքական մասով ինչ էին ուզում ձեզնից պարոն Միքայելյան գիտեք ինչի համար եմ հարցնում նաև ասում եմ որ դուք այդ ժամանակ շատ լավ հարաբերություններ ունեք Սերժ Սարգսյանի հետ Այո այդ հարաբերությունները այդ դեպքում չեն անցնում Չէ ես գիտեք ոնց ես շարժման մեջ ոնց եմ ընկե 2007-ի Ես դաժե մի օր Սերժ Սարգսյանի հետ գնացել եմ Քարոզ Արշավի 2007-ին Ահա մեր մարզով Ես պարզ պետք է ամեն ինչ պարզ ասում եմ բառացի, փաստացի Հետո հաջորդ օրը ես եկել եմ Երևան հրապարակ գալիս է երևի չգիտեմ իթում է ազգային ժողով Դուր տեսա այդ ամբողջը այդքան ժողովուրդ հավաքվել ու հետի ասել է շնետ մատ Այչան ոնց որ չգիտեմ երկնքից մարդ իշներ ժողովուրդն օրիմեզի փրկի Ես ճամփաբացին տարան հանին բեմի Եվ ես դեմի բնականաբար դեմի նախորդ իշխանության ես ազգային խփելուց հետո իրաց հետ շատ լուրջ բաներ եմ ունեցել խնդիրներ, պրոբլեմներ ես դեմի որ իրագին իշխանության նորից որտեղ ես արդեն պատկերացնում եմ ես երկիրը ապագա չի ունենա Եթե իրանք նորից մնան այդ
կազմով նորից կան իշխանության, այս երկիրն ապագա չունի, այսօր տերում եք ինչա կատարվի այս երկրում, ալան, թալան, այս երկիր ոնց մինչև եմ ուղեցելիս չի թարել, զարմանալի է։ Եվ այդպես եկել եմ բանը, ելույթ եմ ունեցել, հրապարակում օպերացիոն Լևոն Տեր-Պետրոսի ժամանակ։ Այդպես ժողովուրդը Ես նկատի ունեմ համարում եք, որ չի ներվեց ձեզ այդ քայլը։ ինչ համար։ Նկատի ունեմ հաշվի Սերժ Սարգսյանի հանդեպ։ կամ միտումնավոր ինչ-որ մի բան ա եղել։ Չէ, ես Սերժ Սարգսյանին Որտե՞ղ Սերժ Սարգսյանի ես հանդեպ։ բառացի ասեմ ապեր։ Ես մտել եմ Սերժ Սարգսյանի մոտ, Փարքաստու կենթանի եմ, ասում եմ։ Մտել եմ իր մոտ, ասել եմ, եթե դու ուզում ես լինես նախագահ, այս գույտի մարդիկ պետք է չլինեն։ Տարբեր մարդիկ, կավալ, մավալ, կալեվալ, չգիտեմ։ Ասի, եթե դու սրանց ուղեցի թունտը, բեր այս փոխի ես ամեն ինչը։ Մենք քեզի նորմալի թանկ ընտրենք դարձի նախագահ Հայաստանի Հանրապետության, ոչ թե սրանց համար նախագահ դարձի։ Բա ասի, եթե չես, թողում գնամ Լենինգրադ ընկերներիս մոտ, ընտրություն պրտնի նոր կգամ։ Բա գաս սպորտ ասում եմ, կենթանի, գաս ոնց նայես աչքերիս մեջ, ասի նայում եմ, ասում եմ, Պարոն Սարգսյան, ես իրանց հետ ճամփա չեմ եթա։ Այդտենց եկավ, ոնց որ նոր քիչ առաջ պատմի, եկա մի համ դոկերաշ մոտ, այդտենց։ Պարոն Միքայելյան, գանք արդեն ժամանակակից շրջանին 2019-ին դարձաք Երկրաբահ կամավորականների միության վարչության նախագահ։ Այդ ժամանակ դրանից մի փոքր առաջ ամիսների պատմությունում ասում դուք դեմ եք արտահայտում։ Ես 3 անգամ ելույթ եմ ունեցել, ասել եմ ես չեք լինելու։ Ես նախագահ չեմ դառնա։ Որտեւ սա տղերք է, բարդ է, մեկն չի միջնորդ է, որ ես կան։ Դա էլ ինչ-որ մեկ շխտրականություն տեսամ է դու։ Այնտեղ որովհետև իրանք կար խոսակցություն նաև Արամ Սարգսյանի երկրապահների կառույցի։ Դեսկոպից Արամ Սարգսյանն ուզում է դառնալ։ Դուք երկխոսություն ունեցել եք այդ մասով, պարոն Միքայելյան, այդ հարցով։ Ինձ թվում է անգամ ինքն այն ասել, ճիշտ կլինի դու ունես ինչ տեսնում բարիշում։ Որտեւ դու սաղ գիտես, այդ բանը չէ, բայց միջև է այդ։ Ես ընդհանրապես հետագայում ասել դրա պրիլիչելի բանի համար որ բայց միջև այդ ես 3 անգամ ելույթ եմ ունեցել, ասեմ ես երկրապահի նախագահ չեմ դառնա, ես երկրապահի։ Որտեւ երկրապահ արդեն ուրիշ ճանապարհ էր բռնել։ Եվ ես ինչ-որ օպերացիա գնացի Գերմանիայլա, դες դել օսկորկի կանտես բորբոքվել երկու։ Եկա այդ նույններ կա, այդ ձայնագրությունը տեսավ լավակներ կար, որ ժողովել է կինոարենիքի հետ ուկի բանում ակումբում։ Հենց մի ամ թրավիրել եմ, բա դուք դի դառնաս նախագահ սա կա։ Ես էլ եմ հրաժարվել։ Ասեմ ես նախագահ չէ, հետո Ինչը փոխվել է, դետալներ է դա։ Փոխվել որ տղերքի այդքան ստիպել են, որ երկրապահ որ կառույց է, որը մեր կյանքն այլ է սկզբանե։ Եթե բոլորները դա խոսացել են, ասել են ինչ պիտի դու գաս երկրապահի նախագահ, որտեվ ինձ տղա է այդքան ճամփա է սոնցե, պիտի նես մարդրնի, որին հավատան, վստահ են, դա դու ես։ Այդտենց ստիպելով, բանով, համոզելով, բան հետո հասկացա որ երկրապահ պետք է պահել։ Համաձայն եկա։ Իսկ շատ մասնատված էր, պարոն Միքայելյան, ուզում եմ ասեմ, դուք միավորման գործել եք արել գալուց, առաջել եւ գալուց։ Երկրապահը մի էլ է մասնատված, տարբեր մարդիկ կան, բայց արդեն լրիվ մեր փոքր թվականակակազմում շփում է ստաների կամ տղերքի մի խնդիր են մորցնում։ Կարող է ժամանակ ընձի դեմ են խոսացել, բան ես այդպես քենախնդիր չեմ էլի։ Ես երկրապահ կյանք դրած տղերքի կառույց է։ Այսօր արդեն սա համայնը sense դե միչել նախանց կար որոշ մարդկանց մեջ։ Հա դա բարձ է, չի կարա չի։ Դե Հայաստանի Հանրապետության Շերֆիդայա Պետրնես, ես չգիտեմ։ Պարոն Միքայելյան, մեկ էլ 7 տարի արդեն անցել է։ Կարող մի քիչ ավելի մի շփակս։ Շատ բան եք փոխել։ Երկրապահ։ Հիմա որ անցյալի հետ անցյալի նայում եք եւ մեկ էլ ներկան եք նայում,
Դե ես որ ասեմ, որ դուսակայից ինձ եմ գում, շատ բանը փոխվել։ Դեպի պարզասեմ ժողովրդավարություն, այն ժամանակ երկրապահ ուրիշ բանի վրայա գործ է, ըստում բերել են դուս տոնվել, ըստի ձեռից խլել, անվել։ Չեմ ուզում մարդիկ մացե գնացել են, բայց հիմա երկրապահ նորմալ։ Այն հասկանում ես ստալից ընտանից բերում էին մի որոշ բան տալիսին մեր տղերքին նոր տարվա դեմեր էլ մնացած ինչ անում որ երկրապահ այդ բանից դուրս եկի հասկանում ես օգնություն ախնդիր տղեր կան դե ծերացեր են բուժման խնդիր կար Այս անցյալի էտապը փակեմ վերջի հարցով Դուք մինչև այդ քաղաքական process-ներին մասնակցում եք, բայց երբեք կուսակցական չեմ նկատել որ լինեք։ Ես հանրապետական կուսակցության անդամ եմ եղել, հանրապետական հանրասեփական չէ։ Վազգենի ժամանակ եղել եմ հանրապետական կուսակցության անդամ Վազգեն ասեպտի ինձ Մարկասյան միասնիկին առողջություն դասված իրան ու արկանչել ասել դուք պետք է դաս Կոտայքի մարդ ու ես ասել եմ շեֆ ես քաղաքականությամբ չեմ դասել չէ տանեք Նկատի ունեմ դուք քաղաքացիական պայմանագրի հիմնադիր անդամներից եք տարբերել Սկզբնավորման նախ ոնց եղավ ծանոթությունը եւ ինչ որոշման եկաք նկատի ունեմ հիմնադիր անդամներով եւ մինչեւ օրս կուսակցությունը իր արժեքներին հավատարիմ է գնում է այդ ուղղությամբ ինչ որ հրճակելեր եւ ուզում էր Ո՞նց հավատարիմ չներ են ես իմ ուրկալներ Նա հիմնական մեծ արժեքը ժողովրդավարությունն է որ արվում է միջև նա եղել եմ հիմնադիր անդամ ընդամենը 7 հոգի ենք ես Նիկոլ Փաշինյան Արարատ Միրզոյան Արայիկ Հարությունյան Սուրեն Պապիկյան Լենա Նազարյան Մարինե Մանուչարյան Ինչքան ուտում է 7 հեղա Այդտենց հիմք ենք դրել ես հիմնականում այն ժամանակ լրիվ ասել եմ ես այսօր ուզում եմ որ ես նախորդ իշխանությունները գնան հիմնականում դրա համար եմ ես մտել շարժման մեջ մտել որ հիմնադիր եմ եղել իմ գաղափարով որ Վազգեն հետեսվի չեթար ջամփին Վազգենին ես ինչ գիտեմ բերին չէր Եկավ նայրին մտավ խփեց ոչ մեկ հետևում կողնոց չէր Եվ հիմնականում մեկը մենք ես 30-ամյակին եմ ելույթ ունեցել վարչապետներ են նստած որ 27-ի դեպքը պետք է բացահայտվի 27-ի դեպքը եթե չբացահայտվի մեր երկրին ապագա չունի նման 27-ներ շատ կերկրվեն հասկանում եք Պարոն Միքայելյան, մենք անցնենք հաղորդման երկրորդ հատվածին Դա երկրորդն է, երրորդը չայ Եվ երրորդն էլ ունենք, երկրորդ հատվածում մենք խոսում ենք նախասիրություններից Դուք որպես կրված մարդ, որպես քաղաքական դեմք եք, պարոն Միքայել, բայց շատ բաներ ձեր մասին հայտնի չի, անմիջական կողմերի նկատի ունեմ, նախասիրությունները Եկեք սկսենք սրանից, նախ ոնց եք սկսում օրը, պարոն Միքայելյան Ոնց է սկսվում ձեր համար առավոտը շատ շուտ, շատ վաղ, երեկոյանից հանգստյան օրերին քիչ եմ քնում Հիմնականում գիտեք ոնց մի երկրապահ մեծ կառույց է եղել ու ես որ բոլորին ճանաչում եմ մի տղերքերի ժամանակ Խաջաշի լեգենդն է մի կոշիկել չկա ոտներ, կոստյում չկա հոգներին ու շատ ծանր վիճակի մեջ են Ես եմ մտածում եմ ասում եմ լավ էր ես եկա երկրապահի նախագահ նախ բոլորին ճանաչում եմ ոչ մեկ չի կարող ասի ես եմ արել ես եմ ու տղերքա վրտենում ես Օրորյա սամայրա սկսում է դրանով սկզբից ես այդպես շատ չեմ քնում մի 4 ժամ 3 ժամ Ես իմ կյանքում չլի ես իմ համար չեմ ապրել Տեսեք Ես չգիտեմ քո երրորդ հատվածի հարցերը որն են Տեսեք օրվա դուրս ես գալիս տնից ինձ հոգսերով պրոբլեմներով ոչ թե իմ բանով Ես ինձանով երբեք չեմ զբաղվել արդեն 68 տարեկան եմ ոնց որ կյանքս անցավ ոչ թե անիմաստ անցավ եւ այսօր
Կամ ընթացքում խոսանք երևի հարցի շուրջ։ Պարոն Միքայելյան, ինչ եք կարդում։ Ես գիտեմ, որ դուք Չարենց եք սիրել, Չարենց եք կարդացել։ Հիմա նորից կարդում եք։ Չարենցել եմ սիրել, Սևակել եմ սիրել, Տավուսանում Սևակ դրաման ընտել է։ Շիրազել եմ սիրել, ես պետք է որոշելի 4 օր եղավ լինեի, հորս մորս է տենց դե որ ամուսնացելի, հորս մորս անունը դնի եւ Չարենցի Սևակի ու Շիրազի։ Դե չորրորդը եկենից մի քիչ այն ժամանակ ընտներ ունեցա։ Մեխակ սաթենիկ, մեխակ հորեսաննա սաթենիկ, դուրսես աղջկասաննա և Սևակներ, Շիրազներ մնացում։ Պարոն Միքայելյան, ունեցել եք ինչ-որ սպորտային կրթություն, սպորտով զբաղվել եք, կամ չգիտեմ ուրիշ ինչ-որ մի բանով զբաղվել եք։ Սպորտով մանկապատանեկան տարիներից եմ զբաղվել։ Ես 4 տարի մինչև բանակը կլասիկ բարբով եմ պարապել, բանակից հետո էլ, բանակի տեղում էլ, միշտ սպորտով զբաղվել եմ։ Հմբշամարտին էլի ուշադիր լինում եք, պարոն Միքայելյան։ Դե մի ժամանակ էլ չի լինում, որ բարձ ասեմ, հետո դա եղել է վաղ անցյալում։ Հետո որ 92 թվին վիրավորվել եմ, Շուշի ազատագրման ժամանակ այդպես լրիվ թողել եմ սպորտը, որտեղ Հոլանդիա խաղբելի 107 տեղով հաղին պրոցեսն է, ներվերսեր կտրվել մինչև։ Պարոն Միքայելյան, եւ նաև գիտենք, որ դոկումենտալ ֆիլմեր եք սիրում։ Որ շրջան եք հիմնականում ուսումնասիրում։ Կա ինչ-որ շրջան, որ տենց հատուկ հետաքրքիր է։ Դե ֆիլմերն եմ սիրում, Ստալինի է, հիմնականում դες ֆիլմեր եմ նայում։ Դե հիմնականում ինձ թվում է պատերազմում։ Հա, պատմական դեպքերը իրար։ Պատմական դեպքերը, դուք պատերազմը տեսեք այն ժամանակ, որ այն Աֆղանստանի ֆիլմեր անել սովետական միության ժամանակ։ Դենես նուանսներ կա, որ մենակ կարողտեղ ենք հասկանալ։ Ես զարմանում եմ այն նախքինը միջի։ Այն ֆիլմերը երևի ինչ-որ բաները պատերազմացած մարդկանց հետ են խոսած, օրինակ ասմակալետ нам трудно что мы сделали, мы пошли на прорыв։ Հասկանում ես դժվարության դեպքում որ ճարճկը դարձակվեց։ Ու շատ բաներ հետաքրքիր է դες ֆիլմեր, որ են հոնել են, էլի Նիկո ֆիլմեր, գիտես։ Ֆիլմերով խափնով Ռուսաստան։ Դժվար կայացնել ֆիլմերով խափնով, բայց այս հատվածը փակենք մի հատ հետաքրքիր բան է, երբ որ նայում եմ այդ հին շրջանի ֆիլմերը, վիդեոները, պարոն Միքայելյան, դուք այնտեղ լիքը հումորային բաներ եք պատմում, լիքը հումորային պատմություններ, հումորներ, կատակներ, մենք այստեղ կպատմենք, կամ այդ նախասիրությունը կա միջև հիմա, դուք էլի պատմում եք, տենց հետաքրքիր պատմություն։ Եթե մի մարդ հումոր չունեցա, որ այն թող անցի։ Դե որ խնդրենք ես հումորով եմ ապրում եմ։ Շատ լավ բան է, որտեղ հումորը վկայում է մարդու լավ լինելու մասին ընդհանրապես, տենց կարծիք կա։ Դե հիմա մի ինչ-որ իրադարձություն, պատմություն, կամ երկրապահի, կամ չգիտեմ։ Հորգենից ասեմ, մենք է շատ մտերիմ ենք իրար հետ, մի տենց ինձ քոր ասալ բան, տենց հյանակ ենք անում։ Հա, որ հրազդանից եք։ Հա, դե քոր ակեցի։ Ասի շեֆ, որ դե ծիրան աչում է մարդ չաչ։ Արասան դե ուլես այդրան։ Մի հատ էլ բան պատմեմ, որտեղ Վազգենը պետք է չմոռացվի ժողովրդի մեջ, մի Գորնի Արմենիա հավաք, հա, ծնունա Գևորգյան Գագոյ, մեկ էլ Չիլինգարյան Վասուլի, ինենց եղա Վազգենը Ջանգիրյանի հետ մի քիչ ուշ եկավ, որ 300-ի մարդ ենք, մենք հեսյան ենք նստել, ես, գեներալն, Մամանվելը, Շիրխայան, Բանակոբ, իրանք եկան մեր դիմաց նստան, համի Վազգենը հումորի գիժեր, Համի ոնց էր մեջլիս այդում երկուսը հորտասանել, երգել, բան։ Վերջ իրան սեղանից մեկը երգեց, Վազգենն ասավ, Սասուն, դեստեվոց էր ես եմ ղեկավար մտել Վազգեն, այդ բաներ էլի, Սասուն ասավ, դենաս դավալեցի քիչ երգ են գերե, շիրամի երգերից էր ասի շեֆ,
Ես չեմ գիտեմ, որ շիրամելա դավարեցել եմ, ազգերի ծիծաղել օշխանալու օտորից էլա բաժակույցը դա ջագիրան բանկի ընթանում են, ասավ շեֆը սազում դա։ Պարոն Միքայելյան, գանք հաղորդման արդեն երրորդ հատվածին, մենք երրորդ հատվածում խոսում ենք ներքաղաքական իրադարձություններից։ Ընդդիմությունը իշխանությանը մեղադրում է, որ գնում է թելադրված խաղաղության ետևից, երբ որ իրենց էս հարցնում ասում ես դուք օրինակ խաղաղությանը կողմ եք, թե դեմ եք, ինչ որ անորոշ պատասխան է լինում, բայց ինչ որ մի հատ էլ հատված կա, որ նշում են, որ երաշխավորների ընդդիմության նկատի ունեմ, իրանք ասում են երաշխավորների ինստիտուտ պետք է լինի։ Օրինակ դուք ինչպես եք վերաբերվում խաղաղության գործընթացին, պարոն Միքայելյան, որտեղ եք ռիսկեր տեսնում եւ որտեղ եք հնարավորություններ տեսնում։ Ախ, տեսեք։ Այդ ինչ process որ պետք է ընթանար, եթե իրանք ասում են ընդդիմությունը։ Ընդդիմությունը ուրիշ չի, նախորդ իշխանությունն է։ Այդ տարիների ընթացքում թող իրանք անին։ Ղարաբաղի հարցներ լուծին, չգիտեմ, այսօր տարբեր խնդիրներ են դնում։ Տես ես քիչ առաջ ասա արդեն 60 տարեկան եմ, 29 տարեկանից է շարունակ 30 քանի տարի ես անհայտության մեջ եմ եղել։ Հասկանում ես։ Ասել են քեզ բան այսօր լավ կլինի, եկե, այսօր Ռոբերտ Քոչարյան եկավ։ Ինչքան թուն դավ կար, բերես լցեց Հայաստան։ Հետո եկավ Վազգենին խփին։ Իրանց իշխանության օրոք։ Հասկանում եք։ Ինչև այսօր իրաց կայուն ոչ մի բան չել է։ Ընդհանուր իրանց իշխանություն պահելու համար խաղացել են ինչև այսօր։ Այսօր խնդիր կա։ Հիմա ասում են Այսինքն ոնց կլինի, չգիտենք ինչ անենք, Արցախի հարցն առաջ բերում, կարող է ես իրանց ինչ չափ կամ ընդ այս կարողաստղերի չափ մտածում եմ, բայց այդ process-ը թողնիկ, ձեր ժամանակին։ Իրանք ասում են, ոնց որ դուք կարող եք այս նավը հանգրվանի հասցնեք։ Մենք հասցնում ենք։ Այս երկրում պետք է վերջ-վերջո խաղաղություն է, այս պետություն զարգանա։ Եթե էսել չլինի, չգիտեմ ինչ կլինի, մուգծելիս կթարնի։ Համի խոսում ենք, ես դեք բնականաբար սաղ ընդդիմադիր ուժերն տանում են դեպի Ռուսաստան։ Արցախը, այս տվին, այն տվին։ Արցախը ցավը տանեմ։ Խաղապած զորքեր մտե։ Ռուսաստանի դաշնությունից։ Խաղապած զորքը ինչ պետք է անի, որ այդ տարածաշրջանում Այս երկրի ազգությունների մեջ ընդհանրում չլինի, մինչև ընդհանրավոր քաղաքական Մինսկի խմբի պահով տարիներ ձգվավ, տենց էլ մնաց չհասցանք ինչ էլա։ Դա որ երաշխավորի խաղաղությունը, խաղաղապահի առաքելությունն է դա։ Բայց ինչ եղավ։ Ունենք, ինչ ունենք։ Այս Պուտնոսի մեջ, սկուտերի մեջ հարուսներ տվին թուրքերին։ Ինձ են ապակողները շու մարդկանց, հասկանում եք։ Տեսակ Արցախի ինչ տարապանքով դուրս եկավ, դա ինչ արին Արցախի գլխին։ Մի պաշկա սիգարետ 10,000 դրամ էր ընդ։ Հարուսներ եկային առևտրի։ Երբ պատմություն որ ուսումնասիրում ես, միշտ հարուսներին մեր վերելքի ճակատագրական պոն մեզ ձեռ են քաշել։ Դա էլ 15 թվին էլ։ Մոտ մի ամիս առաջ, երբ որ վարչապետը Վլադիմիր Պուտինի հետ էր հանդիպել, այդտեղ խոսք գնաց Ղարաբաղյան հարցի մասին։ Վարչապետը դրանից հետո էլ, դրանից առաջ էլ ելույթում ասում Ղարաբաղի հարցը փակված է, պարոն Միքայելյան։ Ղարաբաղի հարցը ըստ ձեզ փակված է թե ոչ, եւ ինչ նկատի ունեմ, ինչ ռիսկեր կարող ունենա եւ ինչա պետք է իմ համար դա քաղաքական process ընթանում բնական է այս ունենք այս վիճակից այսքան տարածքով այդ մարդն ուզում է մնա միջազգայինորեն ճանաչվի մեր սահմանները պատկերացրեք ես այն որ մի հատ լրագրողի ասում եմ մենք 30 տարի անկախ չենք էլ ասում եմ ո՞վ բան դե ձեր լրագրողներին գիտեք ասում այ բանամ եթե մենք անկախ ենք էլ ոչ պետական սահման ենք ունեցել այս տանք այս իշխանություններ գույք պարտքի դիմաց ինչ ասես այն ստրատեգիական բաներ տվերին արդեն այսօր դու տենում ես ԺԴ-ն ՌԺԴ-ն բանան հա տարբեր գերվես դու չգիտեմ ինչ կար տվել են հասկանում եք այն գլխից տանք Հայաստանին են տվել կամաց այդ ոնց ասեմ այսպես իրանց շեֆերի հետ, ռուսների հետ
համաձայնեցված իշխանություն պահելու համար ստե թաքնելու բան չկա կամ խելքեր պետք չէ քան իրանք իշխանություն պահելու համար այս երկիրն քանդին ինչ պետք է տվին իրան Հəմել էսել են ուզում տանեն տան իրան Պարոն Միքայելյան մենք նրանց գիտեինք խաղի մեջ է մտել նաև Սամվել Կարապետյանը ուժեղ Հայաստանը նրանք ինչ են ուզում Նույնը տանեն Սամվել Կարապետյանը կյանքում չէր մտնել խաղի մեջ իր համար ապրում էր Բարձ խոսան ես չեմ ուզում ոչ մեկի բնով եմ այս մի հատ ֆիլմ կա է Կարոլ Ռասիստի իմպերի նայել ես չեմ նայել բայց կնայեմ դե կեթաս անպայման նայես որ Ռուսաստանի վարչական փլուզումը հնիզում են ստե կորոնացիան են դե կոչվում են մեր հոգու որ դու կլնես ցարը Ռուսաստանում հեմի Ռուսաստան ուզում է ստե թագադրում անի այդ մարդկանց վարկե իրանց ես համոզված եմ որ իրանք չինելու զեկա իրանց համար կյանքով ապրել են Հեմի Հայաստանի թագադրում են ուզում անեն ռուսները բայց մեր ժողովուրդը պետք է մեր ժողովուրդը վարչապետ ընտրի որ մեր էլի մենք պետք է պատնենք Ռուսաստանից բարձ ասում եմ պետք է կարենանք այս վիճակից դուրս գանք իրեն է կապ կոնտամ այսօր է կապ կոնտամ ինչ արի կամ պատերազմի ժամանակ դու գիտեք ես տեղել եմ իլ հետ վերջի 44 ուրա պատերազմում հենց ասում են հրադադար կլնեսօր ասում տեղեր կիսօր ավելի ուշադիր եք ուզգուշել եք Բերին այս նախորդ իշխանություններին բարած ոնց ասեմ ինչ քաղաքականությամբ այնց համաձայնեցված իօքուտ որոշ անատների բերին հասցրին էստեղ Նամի ես հասկանում եմ ուզում եմ դիմեմ նաև իմ ժողովրդին ժողովուրդ ջան ամենա մեծ խաղաղություն ուզում եմ կարողող տղեն որտեղ մեր կողմը գեներ են զոհվել, կողը պահիտակ մորթազոհել ոնց է հիշողություն տալիս, մենք ապրել ենք հետ։ Այդ ճամփին մենք անցել ենք, այդ դժվարությունները տեսել ենք, Արցախում ենք տեսել։ Դե կռիվներ են եկել։ Մեր սիրտը չի ցավում Արցախի համար։ Բայց այսօր եկել են հայերեն ասել, մատ իրաց կոտորում են, որ ոչ մի հատ ինչ ասած պատերազմի տեղ կրակել են, ոչ մի հատ բան են արել։ Մենք էլ իրենք դավաճան, հող ենք տալիս։ Մի հատ կամ եկա դու երևի նորմալ տղա ես։ Կարաս ինձ բացատրես, ինչ անենք մենք, եթե այստանից բացի, հետո ես միշտ ասել եմ։ Պետությունը զարգանա, Իսրայել 22000 տարածքում այսօր աշխարհում դիգի է խաղացնում։ Պետությունը մենք այսօր պաշտպանողական քաղաքականություն ենք վարում, որ մենք պաշտպանենք գոնե այս սահմանները։ Մենք ինչ ունենք։ Ասում եմ բանակն ինչ ունի, հեսա տենակ ինչ ունի։ Այդ է ուզում հարցնել։ Ամսի 28-ին լինելու է օրահանդեսը, վարչապետն ասաց դա կլինի հաշվետվություն։ Դուք ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ տեղեկատվություն ունեք, պարոն Միքայելյան, բանակի մասին։ Ինչ սպասենք նոր զորահանդեսից։ Ինքը նոր զորահանդես։ Նոր զորահանդես։ Նոր աչքերով, նոր։ Այն անգամ մի հատ քաղաքական։ Ուզում ասեմ անոնս եք էլի շատ փոփոխություններ եք տեսել, պարոն Միքայելյան։ Դե դուք տենաս էլի։ Ես միջով եմ ոնցել, բայց դու կողից տենում ես, նոյել դեշտա չէ։ Դա ինտիմությունն ասում է այդքան փողով որ ծախսում եք բանականում, այդ ինչ եք առնում կամ բան, վարչապետներն ասում են վերափոխվում է կատարելապես բանակը եւ գնումներն էլ ալտրի փոխվում։ Բնականաբար, բա 80-ական թվերի զենքերով չեն կրվում։ Տեսար 44 օրյա պատերազմին ինչ արին մեր գլուխ։ Պարոն Միքայելյան, բանակը ինտենսիվ փոխվում է առնվազն բյուջեն նայում ենք ինչ համամասնությամբ մեծացել տարբեր տեղերում փոփոխություններ են տեղի ունենում եւ սպառազինության գնում մի քանի օր առաջ եթե չեմ սխալվում առաջին սերժանտական կազմից այլ բովանդակության փոփոխության մասին է որ փոփոխություններն է ձեր համար գովելի եւ որտեղ ենք դանդաղում որ պետք է արագացնել դանդաղ բանը Տիգրան մեծ խոսք ասեց ասել շտապի բայց դանդաղ Հեմի շտապելը պետք չի։ Մենք պրոցեսներ կա, որ դի կամած տարբեր բնականաբար մեջ նկատում։ Դի կամած առաջընթաց ունի եւ ելնում է։ Եվ մենք այսօր վարում ենք պաշտպանողական քաղաքականություն բանակը նկատում ենք, ոչ թե հարձակողական բանակա մեզ պետք։ Մենք ունենք
այսքան սահման 29700 քառակուսի կիլոմետր 700 քանից 743 43 քառակուսի կիլոմետր ժողովուրդ ջան հայ ժողովուրդ գիտակից մարդիկ մենք էսի պետք է պահենք առայժմս որպես պետություն կայանա միջազգայինորեն մեր սահմանները ճանաչեն հետագան ցույց կտա թե չելեն ստանք ինչ այդանք ցեղասպոմ եք այս ժողովրդին տանենք ցեղասպանության նորից 15 թվին ո՞նց է լավ այդպես նույն ձևի ներքաղաքական վիճակ էսես խոր բան կամ եթե իրանք այդքան երկրի համար ցավում 20 տարի ղեկավարել են Նիկոլ Փաշինյան եթե իրանք ծառայել են իրանք ժողովրդի այսօր ստատալիկ նեկած ծրպի շորակած Ռոբերտ Քոչարյանը ծրպի շորակած մայելձի փրկեն Այդ վաղացանուք չել էր եկել իր արածը ինչ է որ տեսել են ժողովուրդ Բավարի անողին թողանին Նիկոլ Փաշինյան ո՞նց եկավ էլա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը սիրելուց եկավ կամ այն նախորդ իշխանը բայց 20 տարի հնարավորություն է տրվացել է իրանց թոնեին Այսօր ժողովուրդն հասկանում է գիտակցում է վիճակը հասկանում է Նիկոլ Փաշինյանն ուրա տանում Իսորվա փոփոխությունները իս տարբեր բաներ որ կատարվել է երկրում վերցնենք այդ 500 մանկապարտեզ 300 դպրոց ճանապարհները տարբեր խնդիրներ կան այսօր դու ես դա սա Հայաստանում ման են գալիս կներեք հղիկին առաջ եթե երևի չասներ հիվանդանոց այսօր ոչ մի բան չարվե Ես զարմանում եմ եղբայր Այդ իրանց ալանթալանից այս երկին ուղեցրից ոչ չթռե Ես այն ժամանակ որ ես սկզբից եկել եմ մինչև հիմա պլյուս սովետական միություն խորհրդային իշխանությունների ժամանակվանից այդ բանակներ ծառայել են Օրը հետո արթնանում են համատիրությունից սկսած մինչև երկրին բարձրաստիճան ղեկավարներ մտածում են ոնց ինչ փոխցնեն այս երկրից Հա բան էին անում գողության վրա ինքը բանի պետության Այսօր էլ մեղադրում են Նիկոլ Փաշինյանին Պարոն Միքայելյան շուտով խորհրդարանական ընտրություններ են ինչ է կանխատեսում օրինակ ովքեր կանցնեն պարլամենտ Կանխատեսում եմ հզոր հաղթանակ Իդեմս ԿՊ-ի Իդեմս այն կուսակցության որ տարիների ընթացքում դու թող ես մենոր ասել եմ վերցեն վերլուծություն անեն այս 7 տարվա ընթացքում ինչ ա եղել կամ այս 7 տարվա ընթացքում ինչքան դպրոց մանկապարտեզ կամ ճանապարհներ է սարքվել եւ իրանց գործած այդ տարիների ընթացքում 20 տարվա ընթացքում ինչ են արել այս երկիրը այսօր գյուղերս մտնում զարմանում ես ինչ ճանապարհներ կա թե իրանք ինչ են արել չեմ հասկանում իսկ ընդդիմությունից ով կմտնի պարլամենտ պարոն Միքայելյան չեմ ուզում գուշակեմ չեմ ուզում Լավ, եկեք հաղորդում փակենք մի հատ Ես որ կուսակցության մեջ եմ, դա տերն եմ։ Այլու հաղթանակ ատանելու կպեն իդեմես ժողովրդի, այսօր ժողովուրդն արթնացել է։ Այդ գումարները տեսեք մենք ասում ենք էլի մի քիչ ավելի բաց են փակագծեր։ Այն ժամանակ այդ 5000, 10000, 3000 դրամները ժողովրդին, ասինքն կաշառելու բանով չթողին որ ժողովուրդն իր իշխանություն ձևավորեր իր ցանկությամբ ես դե միշտ ընտրությունների մեջ եմ ելել այն ժամանակ ընտրությունները ասել պոլուբոյ էր բարտական գործողություններ էստի ցալքում լցումին ես ինչ ուռոտների բան տարբեր տեղամասերի դեմ կայունի եկավ այդպես մի հատ պետություն դարձավ եկավ հասանք այսօրին այսօր ժողովուրդ ջան ուշք եկեք մեր փրկությունը այսօր էսի պահելն է միջազգայինորեն մեր սահմանների ճանաչումն է մեր երկիրը զարգանալու է չգիտեմ ինչ ձևի եթե մենք այդ գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի վերջնական աստորագրման շատ լավ պարոն Միքայելյան վերջի երկու հարցը այո հələ էլի կա բայց փոքր դուք երկրապահի նախագահ եք վարչության նախագահ եք խոսում ենք հիմա խաղաղությունից, խոսում ենք հարևանությունից։ Ենթադրվում է, որ ինչ որ պահի
երբ որ այդ process-ները գնան առաջ, երկրափա լուծարվի, պարոն Միքայելյան։ Լուծարվել որն է, երկրապահի գործն ինչ է, պետական սահմանների պաշտպանության, որը անում մենք արդեն 7-րդ տարին է 20 թվականից մինչև այսօր հիմնականում մենք պահել ենք Սյունիքը գիտակցաբար 700 հոգի 800 հոգի այն ժամանակ դիրքերում տղայականն է որտեղ Սյունիք մեր ողնոշարն է դա մենք միամիտ չենք կացել մենք 7 ուղղությամբ պահել ենք այս տարիների ընթացքում մենք ել ենք պահում տարբեր ուղղություններով բայց հիմնականում հասկացել ենք եթե այդ պահը չլներ մենք կանգնենք զինվորի կողքին այն դժվարին ժամանակներ Սեպտեմբերի 13-ին էլ տեսակ ինչ էլ այդ մարտական գործողությունների ժամանակ որ մտան հասկանում եք եւ այսօր Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը չներ հասկանում եք սահմանազատման եւ խաղաղության պայմանները ես չեմ կասկածում ես սինորել եմ մի օր թող ասեմ որ թուրքերը մի Սյունիքում էլ կդին որտեղ ինքն քաղաքականապես կարացավ կանգնեցնել այդքան հալածանքի, հայոյանքի միջով անցավ։ Մենք էլ գիտակցելով կաներենք բանակի կողքին, հիմնականում այն մեծ ուժերը Սյունիքում եղել մեր։ Հենց այն լավ անվանական չասեմ։ Եվ այսօր եթե դու հարցես տալիս ինձ երկրապահ, նախ երկրապահն ունի նաև պատանի երկրապահ մենք 1500-2000 հոգի պատանի երկրապահ ունենք, ճամբար ունենք, որի երեխեքն ռազմամարզական ճամբարը ոչ թե թվում են դա տաշի տուշան են, բան առավոտ տաշտանում են զինվորականը կարգու կանոնով մինչև երեկոյան։ Դա դե բաներ կան, պարել, ուրախանալ բան։ Բայց դու չեք պատկերացնում, այդ երեխեք գալիս են ինչ հոգեբանությամբ, կներեն ինձ մարտիկա որ փողոցից կդրում բերում ես այդ երեխեն ինչ ուղղություն տվիր կեթա չէ գաղափարապես ծավալից ինչ գաղափարի ինչ հոգեբանության տեր են դառնում ես համոզված եմ միշտ ասել եմ ելույթներում որ այդտենց մեծամասնությունը զինվորական կդառնան ով էլ զինվորական չդառնա Հայաստանի Հանրապետության արժանի քաղաքացի կդառնա Այնպես որ եթե թող տաստված ամեն ինչ բրզի, երկրաբան իր գործը կունենա։ Թող մեր սահմանները խաղաղ լինեն, ամեն ինչ։ Դες պատկերացու ես չեմ ուզում թվականակը մի ասեմ, այս 7 տարվա դա քանի 1000 հոգի մարդա դիրքեր պահե։ Այսինքն մենք կանգնենք զինվորի կողքին, մեր բանակի կողքին, որ կամած զինվորը դա վերապատրաստման ամեն ինչի, որի դա արվել այս process-ների մեջ։ Եվ դուք պատգամավորի տեխնացու եք Նախորդ անգամ էլ եք պատգամավոր, երբ որ դարձաք արդեն երկրապահի վարչության նախագահ։ Այս անգամ էլ եք պատգամավորի տեխնացու համատեղելու հնարավորություն կա, թե երկրապահ հասարակական կազմակերպություն է։ Այսինքն պետական կառույց չի, որ ես թողեմ այդ համտեղ, ես պարլամենտում սպասենք։ Անհամբեր։ Մենք մեր հաղորդումը Ստացամ քեզնից այ բալամ։ Չեք, բայց մնաց 10 հատ բլիցարց ու բիզնես բացում։ Պարոն Միքայելյան, ինչն է փոխվել ձեր մեջ պատերազմից հետո։ Պատերազմից հետո ինչ այդպես բաներ չի փոխվել, կառույցն է մնացել։ Եվ այսօր փոխվել է, որ քաղաքականապես, գաղափարապես հասկանում եմ, որ պետք է մենք քայլ զգուշ առաջ գնանք։ Պետական ցույց կտա։ Շատ լավ։ Ինչ եք սովորել պատերազմից, որ խաղաղ կյանքում չեք սովորի։ Դե պատերազմը դրա դժվարություններ եւ դժվարություններ ունի։ Խաղաղ կյանքում, այսինքն ես օրինակ իմ քաղաքական գործունեությունը դա եմ միշտ ասում, միշտ պատերազմով եմ բանում, օրինակ այդ օպերացիայի բանի ժամանակ նույն քաղաքականապես է։ Ես միշտ զուգահեռներ եմ անցկացրել գաղափարապես մարտի դաշտում եւ քաղաքականությունը, դա դե կյանքա դրված դե գաղափար որ ինչ որտեղ ստացած այդ փորձը բանով գիտելիքներով ելի նպաստում է քաղաքականության։ Սասուն Միքայելյանից մարդիկ ավելի շատ վախենում են, թե սիրում են Սասուն Միքայելյանին։ Դա մարդկանց հարց։ Ձեր կյանքի ամենաարդար մեղադրանք, անարդար մեղադրանքը, պարոն։ Դե ես երեխա չեմ դարձել անարդար որ այս դիրեկտորի կես նստա միջավար նստան դցել չհասկացա։ Բանա, պորքեվատրին դիտքան մարտական ճամփայ մանց է։
Ին պարգևատրին։ Դուք հավատում եք հայ-ադրբեջանական երկարատև խաղաղությանը։ Այո։ Ժողովուրդը փոխվել է վերջ տարի։ Երկարատև մեկ գիտում եք խաղաղությանը։ Իրավ հավատում եմ խաղաղությանը։ Նկատի ունեմ ինստիտուցիոնալ էլի։ Բավարար չեմ հավատում։ Շատ մարդիկ ասում են, այդ տարածքները հետ չեն տա։ Այդ տարածքները բացված է ջերմուկինը։ դա տարբեր տեղեր է կամ վերստենք մեր արծվաշենն է, որ պետք է հետ տան։ Ես համոզված եմ, որ հետ կտան, եթե հասնենք դրան չխանգարեն, խաղաղության պայմանագիր եւ սահմանազատումներ, ինձ կարող հետ չտան։ Ժողովուրդը փոխվել է վերջ տարիներին, պարոն Միքայելյան։ Բայց փոխվել է։ Ոնց կարա չփոխվի ժողովուրդ։ Կյանքն առաջ է գնացել։ Ոնց կարա չփոխվել։ Այսօրվա երիտասարդությունից ինչ եք սպասում, պարոն Միքայելյան։ Երիտասարդության մենք պետք է հնարավորություն տանք երկիր տանք, որ իրանք ապրեն։ Այսօրվա երիտասարդությունը էսա տեսե, այնա տեսե, այս համացանցերով մեկին տեսել են մեծարում են, այն մեկը տան հայոյում է, այն մեկը հերոսել է սարքել դավաճանը բերյալ է հերոս։ Այս մեր երիտասարդությունը ցայտուտների մեջ է գաղափարապես։ Մենք պետք է կայուն պետություն ունենանք, որ երիտասարդությունը զարգանա։ Պարոն Միքայելյան, Այնասիրություն ունենա։ ինչն է ձեզ ստիպում մնալ քաղաքական դաշտում։ Իմ ժողովուրդը։ Ես քիչ առաջ ձեզ ասի, որ ես ինձ լավ ոչ մեկ հրամանով գործի չի ընդունել։ 95 թվականից մինչև այսօր ես ժողովրդի ձայնով ելել եմ ազգային ժողով հրազդանի քաղաքապետ, այդ ձայնի վստահությունը պետք է հասկանաս, եթե դու պատգամավոր ես։ Ու ես էլ չեմ եկել ինձ գովաբանեմ, ես ծառայել եմ ժողովրդին, մինչև այսօր ծառայում եմ։ Այդքան չարչարանքների ու տառապանքների պես շատ տղեր կան։ Մինչև հիմա մի հատ բան չեն հասկացել տղեր։ Թե իշխանությունները ինչ եղավ, ինչի Վազգենին խփին, այսօր եկանք հասանք։ Այսօր տանք հերոս են։ Պարոն Միքայելյան, ինչ կուզեիք, որ ձեր թոռները մի օր պատմեն ձեր մասին։ Ես պիտի որ ռեցեք ապրու, որ պիտի թոռները հիշեն, ոչ թե պատմեն։ Նա հիշեն, ամր պատմեն։ Ինձ պետք է պատմել, դու գալիք սերնդին պատմեն, իրանք մեծանան հասկանան, ես ինձ եմ ապրում, որ մեր երեխեքին թոռներ եկուց չամաչեն։ Հասարակ ոնց որ իմ գյուղացին, իմ ազգաբնակություն, որ դիտում ես խնդիր չեմ տենում։ Մեկ նախադասություն, պարոն Միքայելյան, առանց ֆիլտրի ուղերձ ժողովրդին գնում եք ընտրության։ Հա։ Ուղերձ ժողովրդին կարճ։ Ուղերձ ես հարգելի հայրենակիցներ, այսօր պետք է մենք գիտակցենք իրավիճակի լրջությունը, այդ սութի խոստումների, այդ հեքիաթների չավատանք։ Բնականաբար այս տարիների ընթացքում այս իշխանության կողմից ցելա թերությունների է, սխալների է, բայց այդ ճանապարհն անցելու մենք կարացել ենք բերենք ինչ որ մի հանգրվանի, որտեղ պիտի լինի խաղաղություն։ Այս ժողովրդի հիմնական նպատակն ու երազանքը խաղաղությունն է, բայց որ նայում ես պատմականորեն, դա սերունդ չէ, որ չի տրվել։ Հասկանում ես։ Գոնե մեկ խաղաղ երկիր տանք, մեր երկիր զարգանա, մեր երեխեքն պատերազմ չտենան, փառք ու պատիվ բոլոր նահատակներին։ Խոնարհում է մեր հերոսացի մայրերի առաջ։ Չգիտեմ, պետք է հասկանում ես։ Պատերազմ մենք տեսել ենք, գիտենք այդ ինչա։ Որ քիչ առաջ ասի, չէ, որ ամենամեծ խաղաղություն պատերազմը ոնցած տեսած մարդն է ուզում։ Այստեղ գիտեն այդ պատերազմը, չգիտեմ, ես այդքան փրթենք, հնդակարենք, խփենք, բայց գալիս են դառնում են կուրկուրի ձակ։ Դա վերուս տված, այս հաղթանակները, ես մի անգամ Դավիթ Բեկի Ղափանում մի հատ այս փոքր հարցազրույց եմ տվել, Ղափանում իր եկեղեցու մոտ ասել են, մեզ Աստված պատժեց, Աստված մեզի խաղաղություն տվեց, Վազգեն տվեց, 30 տարի խաղաղություն տվեց, հասկանում եք, մենք չհասկացանք, որ եսի Աստված մեզի հնարավորություն է տվել, որ համախմբենք, միանանք, պետություն ամրապնդենք, տարբեր քաղաքական հարցերը դնենք միջազգային ռեսուրսների վրա։ Մարդիկ ստեղ այդ նախորդ իշխանության ծառային Ռուսաստանի
Դաշնության։ Ույսերը ուզում են նույն ծառայություն մոտուցել, բայց մեր ժողովուրդ հետ ինչ մի եսին, կամ ասում են, բայց թող չթողեր Ադրբեջանին, Ռուսաստանը թող չթողեր Արցախի ազգաբնակչություն հետ վերադառնել։ Հələ պլյուս դրան այդքան մեր տղերքներ գերի են եկել, մեր օմութա մեր համար, մեր երկրի նախագահներ, Ղարաբաղի պաշտպանության նախարար, տարբեր տղեր, ինչ տարբերություն, ես դες բան չեմ դնում։ Լավ նոտայով ավարտենք։ Ասա ավարտենք։ Չէ դուք ասեք։ Ինչ ասեմ, ինչ ես այս ամենալավ նոտան այս տարիների process-ները, որ ընթացել է, այդքան մեր ազգերի դժվարությունա տեսել, զուհերատես է, տոստված հասնենք այդ բանում, որ ես մի տոկոս կացկաց չունեմ, արդեն ասկանում ես, այդ ֆունդամենտը դրված է, խաղաղության, մնում այլ չենք է կառուցենք։ Շնորհակալություն բան։ Խնդրեմ, մազի պրծակ ես ինձ այ բլա։ Այսօր մեր հյուրն էր Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։